Հնարավոր է արդյոք սովորել թրեյդինգ լրիվությամբ ընդամենը մեկ վիդեոյում։ Եկեք ես ձեզ ապացուցեմ, որ այո։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք և մենք այսօր կսովորենք թրեյդինգ լրիվությամբ։ Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչու է իմ բալանսը $3000-ից իջել $1000 կամ ինչու իմ դեմքը չի երևում այս վիդեոյի ընթացքում, ապա բաժանորդագրվեք մեր Telegram-յան բաց ալիքին և հետևեք մեր ալիքի նորություններին։ Մինչ սկսելը թրեյդինգի ուսուցումը ես ուզում եմ ձեզ ներկայացնել այն երկու կայքերը, որոնց օգնությամբ ես աշխատում եմ գումար։ Առաջին կայքը Pocket Option կայքն է, որի օգնությամբ որ մենք կատարում ենք trade և աշխատում ենք գումար։ Երկրորդ կայքը TradingView կայքն է։ Բացելով այս կայքը դուք պետք է ընտրեք Product-ի և Super Graphic-ի։ Գրաֆիկը բացելուց հետո դուք պետք է նշեք այստեղ Японские свечи, դրանից հետո մենք պետք է ընտրենք 5 րոպեանոց time frame-ը այս սլաքով, ապա դրանից հետո այստեղ избранныйների հատվածում դուք պետք է այս պլյուսի օգնությամբ գրեք ձեր արժույթների անունը, օրինակ AUDUSD, և պլյուսը սեղմելով ավելացնեք ձեր ցուցակում։ Ուղղակի դադարեցրեք վիդեոն և արտագրեք այս արժույթները։ Սա հենց այն արժույթներն են, որոնք որ կա Pocket Option կայքում, որով որ մենք պետք է կատարենք trading։ Սա կապված TradingView կայքի կարգավորման հետ։ Քանի որ շատերն են հարցնում TradingView կայքի վերաբերյալ, ես ուզեցի ձեզ մանրակրկիտ ներկայացնեմ կարգավորումը TradingView կայքի և ասեմ, որ TradingView կայքը լրիվ անվճար է։ Եթե դուք ընդհանրապես չեք տիրապետում թրեյդինգին, ապա դուք ճիշտ վիդեո եք միացրել։ Թրեյդինգը կազմված է հիմնական 4 բաղադրիչներից։ Թրեյդինգի առաջին բաղադրիչը այս կարմիր և կանաչ մոմերն են։ Այս կարմիր և կանաչ մոմերը դա մեր գնորդները և վաճառողներն են։ Եթե տվյալ պահին ավելի շատ են մեր գնորդները, ապա առաջանում է կանաչ մոմ։ Եթե հաջորդ պահին ավելի շատ են մեր վաճառողները, ապա առաջանում է կարմիր մոմ։ Եվ կապված մեր գնորդների կամ վաճառողների քանակից առաջանում են մոմերը։ Եվ ես առանձնացնում եմ երկու տեսակի մոմ։ Եկեք նկարեմ։ Առաջին մոմը ունի մեծ մարմին և փոքրիկ ստվերներ։ Երկրորդ մոմը ունի փոքր մարմին և մեծ ստվերներ։ Եվ մեր առաջին մոմը համարվում է ուժեղ մոմ, իսկ երկրորդ մոմը համարվում է թույլ մոմ։ Այսինքն այն մոմը, որի մարմինը մեծ է և ստվերները փոքր են, կամ ընդհանրապես ստվերները բացակայում են, այդ մոմը համարվում է ուժեղ մոմ, իսկ այն մոմը, որը որ ունի փոքր մարմին և մեծ ստվեր, այդ մոմը համարվում է թույլ մոմ։ Եկեք ես ձեզ ցուցադրեմ։ Սա մեր ուժեղ մոմն է, որը որ ունի մեծ մարմին և փոքր ստվեր ներքևում, իսկ սա թույլ մոմն է, որը որ ունի փոքր մարմին և մեծ ստվեր։ Ընդհանրապես էական չէ մեր մոմը կարմիր է թե կանաչ։ Եթե փոքր է մարմինը, ապա թույլ է, եթե մեծ է, ապա ուժեղ է։ Կարմիրի դեպքում սա ուժեղ մոմ է, իսկ սա թույլ մոմ է։ Հիմա եկեք հասկանանք, թե ուժեղությունը և թուլությունը ինչով մեզ կօգնեն թրեյդինգի մեջ։ Եթե մեր մոտ ուժեղ մոմ է, որը որ հասնում է հատվածի, թե ինչ է հատվածը դուք կիմանաք մի քանի րոպե հետո։ Հասնելով հատվածի, մենք կարող ենք եզրակացնել, որ մեր ուժեղ մոմը կկոտրի և կբարձրանա վեր, եթե մեր մոտ բարձրացող կանաչ մոմ է։ Եկեք ներկեմ կանաչ գույնով, որպեսզի դուք հիշեք, որ սա կանաչ մոմ է։ Իսկ երկրորդ դեպքում մեր թույլ մոմը փոքր մարմնով և մեծ ստվերով կրկին կանաչ մոմը, որը որ բարձրացող է, հասնելով մեր հատվածին, նա չի կարողանա կոտրել այս հատվածը, քանի որ թույլ է և պետք է ստիպված իջնի ներքև։ Այսինքն մենք հասկացանք, որ մենք ունենք երկու տեսակի մոմ։ Մեկը մեծ մարմնով ուժեղ, փոքրիկ ստվերներով կամ կարող է ընդհանրապես ստվերները բացակայել, և երկրորդ մոմը, որը որ թույլ է, փոքրիկ մարմնով և մեծ ստվերներով, որը որ հասնելով հատվածին, քանի որ մեր մոմը թույլ է, չի կարողանա կոտրել հատվածը և իջնի ներքև։ Թրեյդինգի երկրորդ բաղադրիչը դա այն է, որ բացելով գրաֆիկը, առաջին հերթին մենք պետք է հասկանանք, թե դեպի որ կողմ է այն ուղղված։ Եթե մեր գրաֆիկի ուղղվածությունը դեպի ներքև է, ապա մեր մոտ
իջնող թրենդ է, այսինքն թրենդը դա ուղղվածությունն է։ Բոլորս էլ կարող ենք նայելով հասկանանք, որ մեր մոտ իջնում է դեպի ներքև, իսկ այս պարագայում բարձրացող է, այսինքն մեր մոտ բարձրացող թրենդ է։ Նույնպես շատ հեշտ է դա հասկանալ, քանի որ նայելով մենք կարող ենք հասկանալ դեպի ներքև է ուղղված, թե դեպի վերև։ Այսինքն մենք ունենք երկու թրենդի ուղղվածություն՝ իջնող թրենդ և բարձրացող թրենդ։ Մեր թրեյդինգի երրորդ բաղադրիչը դա այն է, որ բացելով մենք պետք է նշենք մեր հատվածները։ Այո, դա այն հատվածն է, որը որ ես ձեզ մի քանի րոպե առաջ ասեցի։ Մոմը հասնելով այդ հատվածին կամ պետք է կոտրի, կամ պետք է իջնի ներքև։ Եկեք մենք հասկանանք մեր գլխավոր հատվածները երկու՝ ամենավերևի հատվածը և ներքևի հատվածը, որից որ սկսվել է մեր թրենդը։ Վերևի մեր հատվածը դա դիմադրության հատվածն է։ Ինչու է դիմադրության, քանի որ հասնելով մեր մոմերը այս հատվածին, ստանում են դիմադրություն և իջնում են դեպի ներքև, և այդ իսկ պատճառով կոչվում է դիմադրության հատված, բայց դիմադրության հատվածը կարող է լինել թույլ և կարող է կոտրվել և բարձրանալ կրկին վերև, իսկ ներքևինը մեր աջակցման հատվածն է, քանի որ իջնելով ներքև և հասնելով աջակցման հատվածին կարող են ստանալ աջակցություն և բարձրանալ կրկին վերև, այսինքն սա աջակցման հատվածն է։ Միշտ հիշեք, որտեղ որ գտնվում է մեր գինը, գնի ներքևում գտնվում է աջակցման հատվածը, իսկ գնի վերևում գտնվում է դիմադրության հատվածը։ Սրանք մեր գլխավոր հատվածներն են՝ ամենաներքևի հատվածը, որից որ սկսվում է մեր թրենդը, և ամենավերևի հատվածը, բայց մենք ունենք շատ և շատ հատվածներ, ուղղակի այս երկուսը գլխավորներն են։ Մենք ունենք երկրորդական հատվածներ, որոնք որ մեզ կօգնեն թրեյդինգ կատարելու ժամանակ։ Եկեք նշենք։ Ինչպես եմ ես նշում հատվածները։ Հատվածները ես նշում եմ մեր մոմերի մարմինների և ստվերների կանգ առած հատվածներով։ Եկեք մի քանի հատված ես նշեմ։ Սրանք մեր երկրորդական հատվածներն են։ Ուշադրություն դարձրեք, որ մեր մոմերի կանգ առած և ստվերների կանգ առած հատվածներն են։ Եվ այս հատվածները մեզ կօգնեն թրեյդինգի ժամանակ, քանի որ եթե մեր գինը այս պահին գտնվում է այստեղ, ապա նրա ներքևում գտնվող հատվածը, այս ներքևի հատվածը, սա կլինի նրա աջակցման հատվածը, քանի որ գինը այստեղ է, մենք չենք կարող իջնել այսքան ներքև և վերլուծություն կատարենք այս ներքևի աջակցման հատվածով։ Մենք կվերցնենք մեր երկրորդական աջակցման հատվածը, որը որ գտնվում է ավելի մոտ։ Մեր հատվածները կարող են լինել ուժեղ և թույլ։ Ինչպես հասկանանք մեր հատվածները ուժեղ են թե թույլ։ Եթե տվյալ հատվածում կա շատ կանգ առած կետեր, ապա այդ հատվածը ուժեղ է։ Եկեք տեսնենք։ Այս հատվածում մենք ունենք 8 կետ, որտեղ որ կանգ է առել մեր գինը, այսինքն այս հատվածը ուժեղ է, այնքան ուժեղ է, որ նույնիսկ այստեղ կարողացել է կանգնեցնել մեր գինը, և եթե կանգ առած կետերը շատ են, ապա մեր հատվածը ուժեղ է, եթե քիչ են, ապա թույլ է։ Սա մեր երրորդ բաղադրիչն էր թրեյդինգի հետ կապված։ Հիմա անցնենք չորրորդ բաղադրիչին։ Այս ներքևում գտնվող կանաչ և կարմիր գծիկներին։ Սրանք մեր ծավալներն են, նույն ինքը աբիոմ, և եթե ձեր մոտ միացված չէ աբիոմը ավտոմատ, դուք պետք է սեղմեք այստեղ, գրեք աբիոմ և ավելացնեք ձեր գրաֆիկին։ Մեր ծավալները մեզ շատ օգտակար են։ Եկեք ես ձեզ ցուցադրեմ։ Խոսքը այս ծավալների մասին է։ Եկեք վերհիշենք, մենք ունեինք ուժեղ և թույլ մոմեր, բայց եթե մենք ուզում ենք համոզվել, որ այս մեր ուժեղ մոմը լիարժեք ուժեղ է, մենք պետք է ուշադրություն դարձնենք ներքևում գտնվող ծավալներին։ Եթե մեր մոտ ծավալները գնալով ավելի են մեծանում, և կոնկրետ այս մեր մոմի ներքևի ծավալը մեծ է, համեմատած նախորդ ծավալներին, ապա մեր մոտ իրական ուժեղ մոմ է։ Իսկ եթե մեր մոտ ծավալները գնալով փոքրանում են, և
այս մեր ուժեղ մոմի ներքևի ծավալը փոքր է, ապա սա փուչիկ մոմ է և թույլ է, այսինքն այս պարագայում այս մոմը ուղղակի ուռեցված է և հասնելով մեր հատվածին, նա չի կարողանա կոտրի և դրա փոխարեն կիջնի ներքև։ Թույլ մոմի դեպքում էական չի, մեր մոտ այս ծավալները մեծանում են թե փոքրանում են, եթե մոմը թույլ է, ապա թույլ է, և նույնիսկ մեծացող ծավալը չի ուժեղացնի այս տվյալ մոմին։ Եկեք ես ձեզ ցուցադրեմ, ամեն մոմ իր ներքևում ունի իր ծավալը, խնդրեմ։ Եվ եկեք ուշադրություն դարձնենք այս մոմին և իր ծավալին։ Այս մոմը հասնելով մեր հատվածին, չնայած որ մարմինը բավականին մեծ էր և ստվերները փոքր էր, բայց տեսնելով որ այս մեր ծավալը փոքր է և նույնիսկ նախորդ կարմիր ծավալից փոքր է, մենք կարող էինք կանխագուշակել, որ մեզ մոտ կիջնի ներքև, որը որ տեղի է ունեցել։ Այսինքն ծավալները ունեն մեծ կարևորություն մեր վերլուծության մեջ, և եկեք հիմա այս 4 բաղադրիչները միացնենք իրար և փորձենք կատարել ընդհանուր վերլուծություն, քանի որ այսօր կիրակի է, իմ մոտ գրաֆիկը չի աշխատում, բայց ես իմ ալիքում ունեմ պրակտիկ գործարքների վիդեո, որը որ նախորդ վիդեոն է, կարող եք միացնել և հասկանալ, որ ես կարողանում եմ կատարել պրակտիկորեն թրեյդինգ։ Հիմա եկեք հասկանանք ինչպես մենք կկարողանայինք գումար աշխատել։ Բացելով այս գրաֆիկը, մենք պետք է հասկանայինք առաջին հերթին մեր ուղղվածությունը, մեր թրենդը, որը որ բարձրացող է։ Թրենդը տեսնելուց հետո մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե որտեղ է գտնվում մեր գինը։ Այս պահին մեր գինը այստեղ է։ Այս կարմիր նշված հատվածն է մեր գինը, քանի որ գրաֆիկը կանգ է առած, մեր գինը նույնպես կանգ է առած, բայց մեր գինը այս պահին այստեղ է փակվել։ Եկեք ես ձեզ ցուցադրեմ։ Գինը հասել է այստեղ և մենք պետք է նշենք նրա մոտակայքում գտնվող հատվածները, այս հատվածը և օրինակ այս հատվածը։ Եվ տեսնելով, որ մեր մոտ բարձրացող թրենդ է, մեզ պետք է, որ այս մոմը, որը որ հասել է մեր այս մոտակայքի աջակցման հատվածին, լիներ փոքր, այսինքն լիներ փոքր մարմնով և մեծ ստվերով։ Եթե լիներ փոքր մարմնով և մեծ ստվերով, և եթե մեր այս վերջին ծավալը, ինչպես որ այստեղ փոքր է նախորդ կանաչ ծավալից, այսինքն կարմիր ծավալը փոքր է մեր նախորդ կանաչ մոմի ծավալից, և հիշելով, որ եթե ծավալը փոքր է, ապա դա թուլության նշան է, տեսնելով, որ մեր մոմը օրինակի համար նույնպես փոքր է, հասնելով այս հատվածին, մենք այս հատվածի կետից կկատարեինք գնում և կաշխատեինք գումար։ Իհարկե, թրեյդինգում չկա ոչ մի կոնկրետ կանոն, այսինքն չկա այնպիսի կանոն, որը որ 100%-ով կաշխատի։ Եթե լիներ այդպիսի կանոն, ապա բոլորը կլինեին միլիոնատերեր, բայց կա որոշակի կանոններ, որոնք որ ավելի հաճախ աշխատում են։ Այդ իսկ պատճառով մենք պետք է այս 4 բաղադրիչները միացնենք իրար և կարողանանք գումար աշխատել։ Եթե դուք միանգամից չկարողացաք յուրացնել այս ինֆորմացիան, ապա նայեք մեր նախորդ վիդեոները, բայց ասեմ, ես ուզում եմ այդ 4 բաղադրիչների վերաբերյալ նկարել առանձին վիդեոներ, այսինքն կլինեն մեր մոտ վիդեո կուրսեր, լրիվ անվճար ի դեպ։ Եկեք տեղափոխվենք մեր Trading-ի Pocket Option կայք և հասկանանք, թե ինչ է կատարվում այստեղ։ Իմ շատ սիրելի թրեյդերներ, եթե օրինակ դուք գտել եք CHF GPI-ը, բացել եք գրաֆիկով և հասկացել եք, որ դուք կարող եք այստեղ գումար աշխատել, դուք տեղափոխվում եք մեր Pocket Option կայքը, որոնման բաժնում գրում եք CHF GPI և տեսնում ենք, որ մեր մոտ փակ է, քանի որ կիրակի է և մեր գրաֆիկը չէր աշխատում, մեր մոտ փակ է։ Չշփոթեք OTC-ի հետ։ OTC-ն դա այս կայքի սեփական գրաֆիկն է, որը որ մենք չենք կարող ստուգել մեր համաշխարհային TradingView կայքի օգնությամբ։ Այդ իսկ պատճառով կատարեք միայն ոչ OTC-ն, այսինքն մեր իրական TradingView-ի
արժույթները։ Այս պահին փակ է, բայց եթե նույնիսկ բաց լինի, դուք պետք է ուշադրություն դարձնեք մեր շահույթի տոկոսին, պետք է որ լինի գոնե 70%-ից ավել, որպեսզի իմաստ ունենա մեր թրեյդինգը։ Սա կապված արժույթների հետ։ Բացելով գրաֆիկը, դուք պետք է ուշադրություն դարձնեք, որ ձեր մոտ նշված լինի M5 և մոմեր։ Ինչու M5, քանի որ մենք այստեղ հիմնական մեր վերլուծությունը կատարում ենք 5 րոպեանոց գրաֆիկով, այսինքն ամեն մոմը տևել է 5 րոպե, այստեղ նույնպես նշում ենք 5 րոպեանոց, իմ պարագայում ես նշում եմ 1 րոպեանոց, որպեսզի վերջնական իմ վերլուծությունը կատարվի նաև 1 րոպեանոց գրաֆիկով, այսինքն այստեղ նույն արժույթը իմ մոտ 5 րոպե, այստեղ 1 րոպե։ Եթե դուք չգիտեք ինչպես գումար գցել այս կայքում, ապա այստեղ կա կանաչ կոճակ դրամապանակի նշանով, սեղմում եք քարտային տարբերակը վիզա և կատարում եք համալրում։ Եթե ուզում եք ձեր աշխատած գումարը հանել, ապա սեղմում եք ձեր բալանսի վրա և այս կոճակը։ Ընդհանուր առմամբ, մեր մոտ շատ հեշտ է տեղի ունենում թրեյդինգը այս Pocket Option կայքով։ Ասեմ, որ այս Pocket Option կայքը շատ վստահելի կայք է։ Ես 2.5 տարի է աշխատում եմ այս կայքով և ոչ մի խնդիր չեմ նկատել։ Եթե դուք չեք վստահում, դուք կարող եք սովորել թրեյդինգ մեր ալիքից, կատարել վերլուծությունը TradingView համաշխարհային կայքով, որով որ կատարում են բոլոր թրեյդերները, և ապա ուրիշ կայքով կատարեք ձեր թրեյդը, բայց ես չեմ կարող ասել, թե ձեր կատարած կայքը ինչպիսի կայք է, այսինքն ձեր գումարը կտան ձեզ, թե ոչ։ Ովքեր չգիտեն, մենք ունենք բաց տելեգրամյան ալիք, որտեղ որ ամեն օր դուրս են գալիս նորություններ կապված իմ փակված գործարքների, կապված վիդեոների և կապված ընդհանուր թրեյդինգի հետ։ Եթե դուք ուզում եք միշտ տեղեկացված լինել թրեյդինգից և մեր ալիքից, ապա անպայման բաժանորդագրվեք։ Հետագայում մենք ունենալու ենք փակ տելեգրամյան ալիք, որը որ չի լինելու վճարովի, այլ լինելու է այն մարդկանց համար, ովքեր որ մեր հղումով կգրանցվեն Pocket Option կայք։ Իդեպ, հղումը կլինի ապիսանիայի բաժնում կամ մեր բաց տելեգրամյան ալիքում ամրացված է։ Այդ փակ տելեգրամյան ալիքում դուք կկարողանաք իմ հետ միաժամանակ կատարել Trading, այսինքն եթե ես գումար աշխատեմ, դուք նույնպես կաշխատեք, եթե կորցնեմ, դուք նույնպես կկորցնեք։ Եվ սա դեռ ամենը չէ, բացի նրանից, որ ես ձեզ սովորեցնում եմ անվճար Trading, ես նույնիսկ ունեմ մոդերատորների account, որտեղ որ ձեզ կօգնեն ամեն տեխնիկական խնդիրների դեպքում։ Օրինակ, եթե դուք չեք կարող գրանցվել Pocket Option կայք, կամ եթե արդեն գումար եք աշխատել և չեք կարող հանել ձեր գումարը, գրեք մեր մոդերատորներին և նրանք ձեզ սիրով կօգնեն։ Ես շնորհակալ եմ իմ բոլոր դիտորդներից, ովքեր ցուցաբերում են ակտիվություն։ Միայն ձեր շնորհիվ է, որ մեր ալիքը գործում է և կարողանում է անվճար սովորեցնել մարդկանց թրեյդինգ։ Եթե չլինեիք դուք, չէր լինի նաև մեր ալիքը։ Ցանկանում եմ բոլորիդ լավ օր և հաջողություն։